Եվս մեկ խախտում ձեր ընտրատեղամասում կամ եվս մեկ դեպք ձեր ընտրատեղամասում կասեք թե ինչ տեղի ունեցավ րոպեներ առաջ եւ պապիկը վրթովված թողեց եւ դուրս եկավ ինչու չեն հանձնաժողովի անդամները հստակորեն բացատրում թե ինչպես պիտի կատարվի ընտրությունը Նախ որևէ խախտում դա ձեր կարծիքն է, այստեղ ես անձամբ որպես հանձնաժողովի նախագահ չեմ տեսնում, որովհետև քաղաքացին ընդամենը խուցից առաջ, խուց մտնելուց առաջ հարցրեց, որ կտրամադրեք արդյոք ինձ գրիչ, ես բառացի չեմ կարող ցիտել, բայց գրիչ էր ցանկանում, վերջինս ցանկում էր գրիչով գրառումներ կատարել, այդ մասով հանձնաժողովի անդամներից մեկը պատասխանեց եւ հավելյալ տեղեկացրեց, որ գրիչ չի տրամադրվում եւ եւս մեկ անգամ իրազեկեց ինչպես է իրականացվում ընտրությունը, ինչ քայլերի պետք է հաջորդականությամբ գնա քաղաքացին։ Թե դրանից հետո թողունքին եւ մնացածին դուք որպես լրագրող դուք ինքներդ սկսեցիք քաղաքացուն հարցեր տալ եւ քաղաքացին վրթովվեց։ Իրականում դուք որպես լրագրող առնվազն որպես եթե խոսում ենք խախտումներից պետք է արձանագրենք ամեն ինչ է տեղի ունենում եւ չխաթարենք ընտրությանը։ Մենք բոլորս էլ ստեղ նրա համար ենք, որ քաղաքացիները հնարավորություն ունենան լիարժեք իրենց իրավունքները իմանան եւ կատարեն իրենց ընտրությունը։ Ես չեմ ընդհատում ուրեմն ընտրապրոցեսը, հա։ Ես ուղղակի ուզում եմ հասկանալ, թե ինչու քաղաքացուն հստակորեն չեն բացատրում իրեն իրավունքները։ Քաղաքացին տեղյակ չէր, թե արդեն ինչ ընթացակարգով պիտի տեղի ունենա ընտրությունը։ Քաղաքացին ցանկանում էր դուրս գալ, ուրեմն բոլոր ընտրաթերթիկներով հանդերձ ընտրատեղամասից դուրս, եւ դա անթույլատրելի քայլ է, ճիշտ է։ Քաղաքացու իրավունքները քաղաքացին առնվազն երրաստիճան եղանակով իրազեկվում են։ Նախ կլինի ինտերնետ հարթակով, երկրորդը կլինի այստեղ մուտք գալուց առաջ պլակատների միջոցով, երկրորդը պլակատների միջոցով, երրորդը հանձնաժողովի անդամից։ Հանձնաժողովի անդամը ամբողջությամբ պատասխանել է վերջինիս հարցերին եւ աջակցել է վերջինին մտահոգություններին եւ հարցերին։ Ինչ վերաբերում է նրա մասին, թե քաղաքացին ուզում էր իր թղթերը ձեռքին դուրս գալ թե ոչ, ես դա չեմ կարող փաստեմ, բայց եթե անգամ դա կա տենց բան, քաղաքացուն հանձնաժողովի անդամը պետք է ասել, որ եւ ասել է վստահաբար, որ այդ իր ձեռքինը թողնի ընտրախցում եւ դուրս գա ընտրատարածքից։ Վերջինս ինքնակամ հայտարարեց, որ ես ցանկանում եի ունենայի գրիչ, որ գրառում անեի։ Հանձնաժողովի անդամը որևէ խախտում չի արել, տեղամասում որևէ խախտում սրա մասով չկա։ Որ բացատրություն տրվել են համապատասխան բացատրությունները, ինչ ընտրացակարգով պիտի տեղի ունենան, ճիշտ է։ Այո, անպայման, քանի որ ամենասկզբից ինչ իրան տրամադրել էին քաղաքացուն իր քվեաթերթիկները եւ ծրարը վստահաբար երբ որ անգամ մենք ընտրատեղամասում այդ քաղաքացու կողքին չէինք արդեն իսկ եւս մեկ անգամ իրազեկվել է քաղաքացուն, որի համար ես առնվազն վստահ եմ, որ դա իրականացվել է։ Բայց դուք թույլ կտայիք, որ նա ընտրաթերթիկներով հանդերձ դուրս գար։ Ոչ իհարկե։ Եթե ես տեսնեի, որ արդեն դուրս էր գալիս միջև իմ արձագանքել ես ամենին։ Կարծում եմ ձեր արձագանքելն էլ եկել է նրանից, որ հանձնաժողովի անդամը դրան արձագանքել է եւ դուք դա տեսել եք։ Քաղաքացին իր ձեռը չէր դուրս գալի եւ դուք հանկարծակի տեսաք։ Կարծում եմ հենց այդ գործընթացի ընթացքում դուք ուղղակի մոտեցել եք քաղաքացուն եւ սկսել եք ձեր հարցադրումները իրականացնել։ Որևէ խախտում այստեղ չկա։ Այսքանը, խնդրեմ։